Բարև ձեզ Factor TV հյուրը Restart հիմնադրամի տնօրեն Յուրի Ավագյանն է, բարև ձեզ։ Տեսեք, 44 օրից հետո Հայաստանի Հանրապետությունը, երբ որ սկսեց դիվերսիֆիկացնել իր արտաքին անվտանգային եւ քաղաքականությունները, ես հիշում եմ այն ժամանակ կային մի շարք պնդումներ, հա, նախ այն, որ Հայաստանը ընդհանրապես հետաքրքիր չի Միացյալ Նահանգներին, մենք ինչ որ մի փոքրիկ կետ ենք, որով ԱՄՆ-ն կհիշի այն ժամանակ, երբ որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա եւ մեր ղեկավարներից ինչ որ մեկը զանգի օգնություն խնդրելով եւ պետք է կենտրոնանալ, ասենք Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնելու վրա, Փաշինյանը Պուտինին չընդունեց, Խաչատուրովին ազատեց, փչացան հայ-ռուսական հարաբերությունները, նա կամ այլ ղեկավար պետք է մտածի վերականգնելու այդ դաշնակցային հարաբերությունները կամ էլի խոսակցություններ, որ ցանկալին իրականության տեղ եք ընդունում, մտածելով ԱՄՆ-ի հետ ինչ-որ բան հնարավոր է իրագործել։ Ինչ է ցույց տալիս ոչ միայն այսօրվա Վենսի այցը, այլ վերջին 1 տարվա իրադարձությունները։ Շնորհակալություն հրավերի համար, ասեմ, որ դոմինանտ թեզը առասարակ Հայաստանի անկախությունից ի վեր հայ քաղաքական դաշտում միշտ եղել է, որ արևմուտքի գլոբալ արևմուտքի միակ շահը այս տարածաշրջանում ու պոստսովետական տարածաշրջանում Ռուսաստանի համար խնդիրներ ստեղծելն է եւ իրենք այստեղ ունեն ոչ տնտեսական, ոչ անվտանգային, ոչ այլ տեսակի շահ։ Ուստի միայն պետք է հույսը դնել, ապավինել Ռուսաստանի կողմից առաջարկված անվտանգային ճարտարապետության ու նաև տնտեսական հնարավորությունների վրա։ Ամեն դեպքում 2020 թվականի թե պատերազմը, թե 23 թվականին ռուս խաղաղապահների ներկայությամբ տեղի ունեցած Արցախի հայաթափումը, միևնույն ժամանակ նաև Ջերմուկի հայտնի դեպքերը, երբ Ռուսաստանը եւ հապկով եւ առանձին Հայաստանի հետ դաշնակցային պայմանագրով իր պարտավորությունները չկատարեց, այդ ժամանակ այդ ամբողջ թեզի փուչիկը, հա, կոպիտ ասած, այսպես պայթեց։ Միևնույն ժամանակ պետք է նաև դիվերսիֆիկացիայից խոսեցինք։ Շատ լավ մենք հիշում ենք, երբ ռուսական կողմը Հայաստանից գումարները գանձել էր, ստացել էր, բայց չէր մատակարարում համապատասխան զենքը, պատճառաբանելով, որ չպատճառաբանելով, բայց համենայն դեպս Ռուսաստանին պաշտպանող խոսող գլուխները պատճառաբանում էին, որ Ուկրաինայում խրված է եւ այլն, դրա համար չի կարողացել։ Ամեն դեպքում նախորդ տարի, եթե չեմ սխալվում, ամենայն դեպս վերջերս նույն Ռուսաստանի նախագահը այսպես բավականին բանով պատվով նշում էր, որ իրենք 30-ից ավել երկրների իրենց ռազմական մատակարարումներ կատարել են, հետևապես նույնիսկ այդ Ռուսաստանի սատելիտներին Ռուսաստանի նախագահի ասածը հակասում էր, այսինքն հենց Հայաստանի պարագայում է խնդիր եղել, որ այդ մատակարարումները չի եղել ու ցավոք սրտի դեռևս այդ ժամանակ մեր իշխանությունները ոչ թե կարելի է ասել այն ժամանակ բալանսավորման քաղաքականություն էին վարում, այլ երբ որ տեսան, որ գումարները գանձվել է, բայց զենքը չի տրամադրվում, սկսվեցին այսպես մի քիչ առօրյա խոսակցականով ասած ափալ-թափալ մանգալ հավելյալ հնարավորություններ Հնդկաստանից, Ֆրանսիայից եւ այլ երկրներից զինատեսակներ ներգրավելու համար։ Եվ նաև ես կարծում եմ հենց այդ նպատակով հապկին անդամակցությունը սառեցվեց, որովհետև այլ դերակատարների կողմից միշտ էլ այն մտավախությունը եղել է, որ եթե որոշակի տեխնոլոգիաներով կիսվեն Հայաստանի հետ, այստեղ զենքեր կան, ապա դա կարող է հայտնվել ռուսական իշխանությունների վերահսկողության ներքո եւ այլն։ Հետևաբար այս ամբողջ դիվերսիֆիկացման գործընթացը կոպիտ ասած տեղի ունեցավ այդ հերթական անգամ հայի հետին խելքը գաղափարը ապացուցվելուց հետո, բայց արդեն ողբերգական արդյունքներից հետո իրականում։ Իհարկե, ողբերգական արդյունքներից հետո, որովհետև այդ հա, որ Ռուսաստանից բացի այլ ընտրանք չկա, արևմուտքը այստեղ որևիցե տեսակի շահ չունի, սա իրականում եղել է դոմինանտ քաղաքական կոնստրուկտ։ Մենք պետք է ընդունենք, որ եւ ներկայիս իշխանությունը իրենք էլ են դա ընդունում, բազմիցս ընդունել են եւ բոլոր հիմնական քաղաքական դերակատարները չհաշված ինչ-որ մարգինալ խմբերի, քաղաքացիական որոշ ներկայացուցիչների եւ այլն, ովքեր հակառակն են ասել։ Համենայն դեպս իրենք այդպես են մտածել եւ մենք այս դիվերսիֆիկացման քաղաքականությունը ցավոք սրտի սկսել ենք բանից հետո, մեր բաժին հասած պատահարներից հետո։ Վենսի այցը ո՞նց է ընդհանրապես տեղավորվում Հայաստանի արտաքին քաղաքականության ցույց տված արդյունքների մեջ։ Ես հիշում եմ, գիտեք, կրկնվող թեզեր են դրանք, օգոստոսի 8-ի հայտարարությունը, երբ որ եղավ խաղաղության հռչակագիրը եւ նախաստորագրումը, ինչպես նաև Թրամփի ուղի ստեղծելու հայ-ամերիկյան համաձայնությունը, տարբեր խմբեր սկսեցին թրքացման նարատիվը առաջ մղել, որ
լավ ռուսներեն չտվեցին, ամերիկացիներն են տալիս, հետեւաբար թրքանում ենք, հա, այսինքն ԱՄՆ-ն այնքան փոքրիկ պետություն է կամ այնքան անհետաքրքիր ենք մենք, որ Թուրքիայով է մեր հարցերը լուծում, բայց այսօր Հայաստանը ժամանում ոչ թե Թուրքիայի արտգործնախարար կամ չգիտեմ, ասեմ, Թուրքիայում ԱՄՆ դեսպան, այլ ԱՄՆ փոխնախագահ։ Առհասարակ մեր քաղաքական դաշտի Ոչ էլ Թոմ Բարակն է գալիս ի դեպ հիմնական ընդդիմադիր հատվածը ԱՄՆ-ին փորձում է ներկայացնել այնպիսի երկիր, որ այս տարածաշրջանում ԱՄՆ-ն ինչ նախաձեռնություն ունենա, թուրքերը իրենցից դա վերցնելու են։ Այսինքն ԱՄՆ-ն այն երկիրն է, որ այստեղ իրենց միակ դելեգացված դաշնակիցը Թուրքիան է եւ հետեւաբար ցանկացած գործընթաց ԱՄՆ-ի հետ իրականացվող դա անպայմանորեն վերջում հանգեցնելու է Թուրքիային եւ մենք երբ որ հիշում ենք թե Վաշինգտոնյան հռչակագրի ժամանակ առհասարակ ինչ են խոսում, ավելի կոպիտ բաներ են խոսում ու հիմնականում երբ որ ասում ենք հիբրիդային հարձակումներ ու դա որոշակի ծաղրի է ենթարկվում, դա նաև շատ քաղաքական ուժերի կողմից հիմնականում ընդդիմադիր մեկնաբանվում է որպես ԵՄ-ի կողմից Հայաստանի ներքին գործերի միջամտություն եւ այլն, եւ իրենք մոռացել են, որ հենց իրենք էին ասում, որ Սյունիքի հետ կապը Հայաստանի կտրվելու է, որ Հայաստանը տվել է արտատարածքային միջանցք, որ մարդիկ կային, ովքեր 30 տարուց ավել օրինակ քաղաքականության մեջ են, հասուն մարդիկ են, բայց ասենք Վաշինգտոնյան հռչակագիրը կամ TRIP-ը համեմատում էին նոյեմբերի 9-ի 9-րդ կետի հետ։ Դեռ ասեմ ավելին, իրենք ասում էին, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը ավելի պակաս ինքնիշխանության զիջում է, քան TRIP-ը։ Ասում են, որ առհասարակ Հայաստանի իրավապահ մարմինները, արդարադատություն իրականացնող մարմինները վերահսկողություն չեն ունենալու այդ տարածքի վրա, բայց այս ամբողջը ասում են թե հենց խաղաղության համաձայնագիր նախաստորագրեք պատերազմը լինել կամ ստորագրեք դա նոր պատերազմի մասն է, վերջերս բայց այդ հարցը երբ որ այդ հեղինակներն են տալիս, ասում են մենք այդպիսի բան չենք ասում։ Այնքան ծիծաղալու է իրենց խոսույթի փոփոխությունը, որովհետև երբ որ օրինակ ժամանակակից տեխնոլոգիաներն է թույլ է տալի, որ դնես իրար կողմ, թե ինչպես այդ խոսույթը տրանսֆորմացվում, մենք տեսնում ենք, որ ի սկզբանե TRIP-ի հետ կապված խոսակցությունները մեկնաբանվում էր որպես կործանարար Հայաստանի պետականության ապամոնտաժում եւ կամաց ներկայիս քաղաքական ուժերը ովքեր հավակնում են 2026 թվականի ընտրություններին իշխանություն վերցնեն, հիմա իրենք արդեն նույնիսկ խուսափում են դեմ խոսան TRIP-ին։ Հիմա իրենք ամբողջովին հակառակ խոսույթը չեն վերցել, այսինքն չեն գովաբանում այդ նախաձեռնությունը, որոշակի ինչ-որ հումորային առաջարկներ են ներկայացնում, ասենք Չինաստանը օրինակ գա, դառնա երաշխավոր, կամ Ռուսաստանը գա, կամ օրինակ Ռուսաստանը որոշակի առումով TRIP-ին մասնակցի եւ այլն, բայց համենայն դեպս բոլորն ասում են դե ով է դեմ, ոչ մեկը դեմ չենք, մինչդեռ այդ նույն մարդիկ ոչ միայն դեմ լինել այլ բան է համակարգված եղանակով տասնյակ մեդիաներ, որոնք ունեն ամսական կտրվածքով միլիոնավոր հետևորդներ, օրինակ տասնյակ փորձագիտական դաշտ, օրինակ քաղաքական ուժեր եւ երբ որ այս ամբողջով համակարգված եղանակով սուտ են տարածում, սա ուղղակի արդեն քաղաքական դիրքորոշում չի, սա արդեն դառնում է հենց հիբրիդային հարձակում, որովհետեւ ժողովրդի շրջանում ցանկացած գործընթաց, որը միտված է Ռուսաստանից կախվածությունների դիվերսիֆիկացմանը Հայաստանի կողմից, իրենք այդ process-ը ցանկանում են կամ խոչընդոտել կամ վիժեցնել, կամ թրքացման է դա տանում։ Այո, որովհետեւ խաղում են հասարակության վախերի վրա, հիմա էլ նոր նարատիվ են ստեղծել, ըստ որի ասում են TRIP-ի հիմնական նպատակը դա Իրանի դեմ այլ շահետեղ առհասարակ չկա։ Սահմանը կտրում է։ Այո, դա առհասարակ սա Իրանի դեմ իրականացվող գործընթաց է ու այնպես են դա մեկնաբանում, կարծես տեղյակ չէ որ տարիներ շարունակ, օրինակ նույն Արևմուտքը հստակ ընկալում ունի, որ Հայաստանը խնդիրներ ունի իր 4 անմիջական հարևաններից երկուսի հետ եւ եթե այնպիսի քաղաքական գործընթացներ են ներգրավում, որ արդեն խնդիրներ ունեն նաեւ Իրանի հետ, դուրս է գալիս, որ 4 սահմանակից երկրներից 3 հետ խնդրեմ ունի եւ սա է պատճառը, որ հիմնականում թե Եվրոպական միությունը, թե ԱՄՆ-ն միշտ ըմբուրնվում են մոտեցել Հայաստանի խուսափողական, այսպես ասած, կամ Հայաստանի կողմից այնպիսի դիրքորոշումների ձևավորմանը, որոնք որ իրանական կարմիր գծերը չխախտեն։ Եվ կնեք, եթե անկեղծ լինենք, նույն ԱՄՆ-ը ԵՄ-ն երբեք Հայաստան ընտրության առաջ չեն էլ դրել, որ կամ մեզ հետ գործընկերությունը, կամ Իրանի հետ այսպես ասենք գործընկերություն, լավ հասկանալով, որ Հայաստանի աշխարհագրությունն այն մասին է, որ մեծ է հավանականություն, որ հայկական ցանկացած իշխանություն այսօրվա նախորդ եւ ապագա Իրանի հետ գործընկերությունը ավելի նախընտրելի համարի, որովհետեւ դա գոյաբանական խնդիր է, էլի, նրանց հետ գործընկերություն զարգացման վեկտորի արագացման մասն է, իսկ
չենք կարող ունենալ իշխանություն, որը կկառուցի մի թրիպ, որը փակում է Իրանի հետ սահմանը, բայց ես անգամ այս տաղավարում եմ այդպիսի բաներ լսում։ Այդ մարդիկ ուղղակի քարտեզին չեն նայում, որովհետև իրենք այնպես են ներկայացնում դա, կարծես ամենի միակ հույսը այս տարածաշրջանում Իրանի դեմ որևիցե գործողություն իրականացնելու, դա Հայաստանի այդ Սյունիքի սահմանն է։ Ռազմավեր չունի, Իրաք չկա, ռազմաբազաներ չկա, երբ որ քարտեզին նայում ես, շուրջ բոլորը ամերիկյան ռազմաբազաներ են, նաև օրինակ ռազմական գործողություններ են նախորդ տարի, երբ որ տեղի ունեցան, մենք տեսանք օրինակ, որ առհասարակ չկա այնպիսի թիրախային կետ, որ ԱՄՆ-ն դրա խոցելու հետ կապված խնդիրներ ունենա։ Մենք նաև գիտենք շահի պատմությունը, հա, որ ԱՄՆ-ում է բնակվում, այնտեղից կոչեր է անում եւ այլն։ Մենք նաև գիտենք, որ այս վերջերս որ Իրանում ցույցեր էր տեղի ունենում ու ցավոք սրտի հազարավոր մարդիկ սպանվել են այդ փողոցային ցույցերի ժամանակ, բայց շատ մարդիկ օրինակ հենց կոչ էին անում նույն ԱՄՆ-ին ու Իսրայելին օգնության հասնելու համար։ Այսինքն սա առհասարակ մեր կոնտեքստի հետ կապ չունեցող իրականության Եվ կնեք, երբ որ Իրանի դեմ հարձակում էր ամռանը 12-ամյա օրյա պատերազմի ժամանակ, Հայաստանի արտգործնախարարությունը ըստ էության չգիտեմ, դա դատապարտող ասել, թե ավելի շուտ ինքը Իրանին պաշտպանող հայտարարություն էր, որ չսանձազերծված հարձակում էր այն դեպքում եւ երբ որ գնում են բանակցություններ, հա, այսինքն դա հաստատ Իսրայելի օգտին չէր այդ հայտարարությունը, այսինքն Իրանի նեղ պահին, երբ որ Հայաստանը այդպիսի հայտարարություն անում, չգիտեմ, ինչ են մտածում, կարծելով, որ հայկական կողմը այնպիսի նախագիծ է անելու, որը Իրանը փակելու է ընդհանրապես։ Ու այդքանից հետո տեղի է ունենում այս Վաշինգտոնյան գործընթացը, այդքանից հետո տեղի է ունենում Թրիփի հայեցակարգի հրապարակումը, այդքանից հետո տեղի է ունենում Հայաստանի պատմության մեջ ԱՄՆ-ի ամենաբարձր մակարդակով այցը, այդքանից հետո մենք տեսնում ենք, որ թե ԱՄՆ-ում, թե ԵՄ-ում առհասարակ որևիցե, այսպես ասած, ռուսերեն ասած պրետենզիա չկա Հայաստանի նկատմամբ, ուստի այն դիրքորոշումը, որ Հայաստանը եւ չի ուզում, եւ չի կարող, եւ ի վիճակի չի ներգրավել հակաիրանական գործընթացներում, դա կոնսենսուսային դիրքորոշում կա գլոբալ արևմուտքում, սա առհասարակ քննարկման ենթակա չի էլի իմ կարծիքով։ Լավ, իսկ այն որ եթե չկա Ռուսաստանի ինչ-որ մի ծրագրում, ինչ-որ մի process-ում դա թրքացում է, դա ոնց հասկանանք էլի։ Օրինակ ես հիշում եմ, երբ որ Թուրքիայի հետ հարաբերությունների, այսպես ասած, նորմալացման process-ը նոր էր սկսվում, այն ժամանակ էլ թեև առաջին հանդիպումը ռուսական ԱԳՆ-ում եղավ, Ռուբինյանը եւ Քլիչը այնտեղ էին հանդիպել, բայց դրանից հետո քանի որ Ռուսաստանը ուղիղ իր դեմքով չկար այդ նախաձեռնություններում, էլի այդ կոնտեքստում էր տարվում, հա, հիմնական հարվածող նարատիվը, որ թրքանում է, հենց սահմանը բացեցին, թրքանում ենք։ Չգիտեմ, քանի օր հետո, քանի ժամ հետո թրքանալու են կարճ ասած։ Բայց սա նաև այն թերահավատությունն է սեփական պետության նկատմամբ, որ դու չես կարող օրինակ քո տնտեսությունը պաշտպանել, այո, կարող են, չէ, ռիսկեր լինել սահմանի բացման, չգիտեմ, առևտրի ներդրումների եւ այլն։ Բայց նաև մի հետաքրքիր բան էլ կա։ Պարոն Քոչարյանի եւ պարոն Սերժ Սարգսյանի ժամանակ Հայաստանում ավելի շատ թուրքական ընկերություններ, թուրքական կապիտալով ընկերություններ են բացվել։ Փաշինյանի ժամանակ 24 էր, նախորդ նախագահների յուրաքանչյուրի ժամանակ կրկնակ պատիկ, հա, 50-ից ավելի էր։ Հիմա ես անգիր չեմ հիշում այդ թվերը։ Այ ոնց եք թրքանում, դա էլ հասկանանք, էլի, որտեղ չկա Ռուսաստանը, թրքանում ենք։ Տեսեք, այստեղ հիմնական խոսակցության առարկան ռուսական ռազմաբազան է, որովհետև բոլորն է հասկանում են, որ եթե Թրիփին հաջորդում է ապաշրջափակման գործընթացը, որ եթե հայ-թուրքական սահմանը եւ հայ-ադրբեջանական սահմանը ամբողջովին բացվում է, այդ ժամանակ արդեն լեգիտիմ հարց է առաջանում, ինչ գործ ունի ռուսական ռազմաբազան Գյումրիում։ Հետևաբար այդ ժամանակ արդեն եւ Հայաստանի իշխանությունները, եթե իհարկե այնպիսի իշխանություններ լինեն, ովքեր դրածո չեն կամ վասալային չեն, եւ միջազգային հանրությունը արդեն այդ հարցերը բարձրացնելու է ու ռուսական ռազմաբազան ըստ էության դուրս է գալու այդտեղից։ Հետևաբար այս թրքացման հետ կապված խոսակցությունները միտված են դրան, որպեսզի հայ ժողովրդի վախերի վրա աշխատելով սերմանեն այնպիսի մթնոլորտ, որ Հայաստանի բնակչությունը իր իշխանություններից միշտ պահանջի ռուսական ռազմաբազայի արկայություն,
Բայց այս սահմանների ապաշրջափակման խաղաղության հաստատման ու այս մնացած գործընթացներում դա դուրս է գալու, ինչը դեմ է միայն Ռուսաստանի շահերին, եթե խաղաղությունը իրոք իրատեսական նորմալ խաղաղություն է լինում, դա Հայաստանի ձեռք չի տալի, բնականաբար այդ պարագայում արդեն Հայաստանի ձեռքը տալու այդ ռազմաբազան չլինի, հետևաբար ակտիվանում են այդ խոսույթները եւ Ռուսաստանի Դաշնությունը նաեւ իդեմս որոշ դեպքերում կիրի են գոյի եւ այն 160 քանի միլիոն դոլարի, որ հատկացնում են ռուսական այսպես կոչված փափուկ ուժի համար, հա, այդ մարդիկ հիմա պետքա առավոտից երեկո հիշեցնեն պատմությունը նաև խաղաղ մարդկանց հույզերի վրա, վախերի վրա եւ իրականացնել այդ քարոզչությունը, որպեսզի այդպիսի հանգուցալուծում չունենա, իրանք դեմ են ընդհանուր առմամբ այդ մարդիկ կամա թե ակամա, կարող է իրանք չեն հասկանում, կարող է իրանք հասկանում են, կապ չունի, բայց իրանք դեմ են, իրանք գործիք են այդ օրակարգին, ռուսական օրակարգին, որի միակ նպատակը այդ ռազմաբազան այդտեղ պահելն է, այսինքն ռազմական ներկայությունը գլոբալ։ Իսկ այն, որ գիտեք, մենք այդքան էլ դեմ չենք այս process-ն, այն trip-ին դեմ չենք։ Օրինակ, պարոն Քոչարյանի խոսությունում հետաքրքիր փոփոխություն կար, նա իր նախորդ ասելիքում այս ժամանակ էլ վերջերս մեկ ասում է, այսինքն trip-ը պետք է երկարի, միայն այս հատվածը չլինի։ Հետո ասում է դա Հայաստանի դեմ ամենամեծ սպառնալիքն է։ Ինձ մոտ այդպես էլ այդ հարցը պատասխան չստացավ, ոնց են առաջարկում մեծացնել Հայաստանի դեմ ամենամեծ սպառնալիքը, պիտի որ ընդհանրապես դրա գոյությունը կասկածի տակ դներ, ասել ես գալու եմ եւ ամերիկացիներն այստեղից ուղարկեմ, ասեմ որ Թուլամորթ Փաշինյանն է ստորագրել ազգային ուժերը վերականգնում են արժանապատվությունը եւ թրիփը չեղարկում են, սա ոնց հասկանալ այս փոփոխությունները ընդհանրապես դեմ լալով կողմ ենք, կողմը լալով դեմ ենք, չգիտեմ ինչ որ Նախ ես կարծում եմ իրականում դեմ են։ Իրենք հիմա իրենց խոսույթը ինչպես դուք նշեցիք, փոխել են զուտ հասարակական կարծիքի բերումով, որովհետև իրենք հասկանում են, որ հասարակական կարծիքը ու ձևավորած պահանջը այսօր այնպեսին է, որ խաղաղությանը նպաստող գործընթացները չեն ցանկանում, որ չեղարկվի, վերաբանակցվի մյուսը։ Հետևաբար իրենք զուտ ձևակերպման մեջ են փոփոխություն մտցրել։ Այսինքն գալ պահանջներ ներկայացնել, հանդիսանալ սփոյլեր այդ գործընթացում։ Իրենք որ ասում են թրիփը երկարի, դա նկատի ունեն Ադրբեջանի տարածքով։ Եթե իրենք նկատի ունեն Ադրբեջանի տարածքով հենց նույն թրիփի երկարում, այսինքն իրենք կոնկրետ ասում են վերաբանակցում Վաշինգտոնյան հռչակագրի։ Վաշինգտոնյան հռչակագրի վերաբանակցումը դա նշանակում է այդ փխրուն ձևավորված առանցն է խաղաղության ճարտարապետության փլուզում, որովհետև Հայաստանի Հանրապետությունը կներեք էլի, այսինքն իր լայն տեղից չի, որ այդ փաստաթղթերը ստորագրել է, որովհետև մենք մոռացել ենք, որ 2025 թվականի հունվարից սկսած, երբ որ Իլհամ Ալիևը հանդես եկավ սպառնալիքներով, երբ որ առավոտից երեկո բոլորը պատերազմ էին գուժում, երբ որ այլընտրանք չկար, երբ որ միակ տարբերակը, որը որ էլի հասկանում ենք, որ չի աշխատելու, հաշվի առնելով Ջերմուկի դեպքերը, Ղարաբաղի դեպքերը, դա նոյեմբերի 9-ի այդ համաձայնագիրներ, որին Հայաստանի իշխանությունները ամեն կերպ ընդդիմացան եւ այլն, մի այսպես հնարավորություն ստեղծվեց, որը ես էլի ցանկանում եմ հիշեցնել, որ էլի այդ նույն ընդդիմախոսները ասում էին Բայդենի հերացող վարչակազմի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ են ստորագրում, որը մահացող կարապից ինչ որ վերջի բան քերելն է կոպիտ ասած, բայց մենք տեսանք, որ այդ ամեն ինչը հանգեցրեց այս վիճակին ու գնալով զարգանում է, ու իրականում հակառակը տեղի ունեցավ։ Հետևաբար ես կարծում եմ իրական նպատակներին, եթե անդրադառնում ենք, միանշանակ այստեղ այս թրիփի հասկացումը, որովհետև նախորդ ասում ես հիշում եմ, որ երկրորդ նախագահը նա էր ասում, որ հա դե հիմա անունը թրիփ կդնենք, տենց բան, հիմա թույլի ինքը ուրախ լինի, որ անունը թրիփ է, կոպիտ ասած ամենի նախագահը, բայց դե մենք գիտենք ինչ կանենք բան եւ այլն։ Միևնույն ժամանակ մենք խոսում ենք նենց ընդդիմադիր գործի մասին, եկեք չմոռանանք, էլ ինքնաց բար այնպես չի, որ մենք պետք է ձեռներս ծալած նստենք, մինչեւ Ռուսաստանը գա մեզ ուզենա տանի միութենական պետ, այլ մենք պետք է նախաձեռնողականություն ցույց տանք նմանատիպ նաև ելույթներով էր հանդես գալի, հետևաբար այստեղ ամբողջովին պարզա, որ գործընթացի վիժեցման մասին է, էլի Հայաստանը վերադարձնելն է կոնֆլիկտ սպասարկող երկրի կարգավիճակին, որը ձեռնտու է միայն Ռուսաստանը։ Մեր պաշտելի Ռուսաստանն էլ շատ հետաքրքիր կարգավիճակում է։ Երբ որ 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո բանակցություններ են հայ-ռուսական ապաշրջափակման հարցով, նաև Ադրբեջանն է դրանց մասնակցում, հայկական կողմի մոտեցումը այն էր, որ պարտադիր չէ, որ ռուսական զորքեր գան այդտեղ կանգնեն, կարող եք երկնքից մոնիթորինգ անել, դուք էլ այդպես մեր պարտավորությունների իրագործումը վերահսկեք, պետք է Հայաստանի ինքնիշխանությունը հարգվի, չգիտեմ, արտատարածքայնության բաղադրիչ պետք է չլինի եւ այլն։
Սա Հայաստանի պաշտոնական դիրքորոշումներ, հա։ Ռուսաստանը հղում էր անում, չգիտեմ ինչին, ըստ տարբեր գործիչների Փաշինյանի տված բանավոր խոստմանը, որ չէ, մենք պետք է գանք այդտեղ կանգնենք, այսինքն ընդհանուր նրանք ցանկապատ են ուզում, չէ, ռուսները կառուցել Արաքսի ափող ձգվող այդ ճանապարհի վրա, ըստ էության Հայաստանի հետ կապը կտրելով եւ խոչընդոտելով մեր մուտքը օրինակ այդ ճանապարհ, հիմա նրանք այդ շանսը կորցրին, հա, ապաշրջափակման process-ից դուրս մնացին, իրենց գլոբալ մրցակիցը եկավ այստեղ, Հայաստանի ինքնիշխանությունը հարգող փաստաթղթերի տակ է ստորագրել, պատրաստակամություն է հայտնել հարգել Հայաստանի ինքնիշխանությունը եւ հիմա Ռուսաստանն ասում է կլինի մենք էլ միանանք Թրամփի ուղուն։ Այն որ ասում եք հայի հետին խելք, ինձ թվում է ռուսներն էլ մի քիչ ջուր են քաշել մեզնից, էլ ռուսի հետին խելք էլ կա մեր կոնտեքստում, սա կատակ իհարկե։ Ես իրականում կարծում եմ, որ իրենք արտադրում են այդ նարատիվները, որ իրենց տեղային սատելիտները սկսեն դա զարգացնել ընտրություններին ընդառաջ։ Այսինքն իրենք հիմա հավելյալ ոնց որ հնարավորություն են ստեղծում այդ դերակատարների համար, որ իրենք այդ նույն նարատիվները մի քիչ վերաձևափոխված հիմա էլ ասելու են, այ եթե Ռուսաստանը չմասնակցի, լինելու է պատերազմ, այ եթե Ռուսաստանը չմասնակցի TRIP-ին, ինքնիշխանության զիջում է լինելու, այ եթե Ռուսաստանը չմասնակցի Սյունիքի մասին մոռացեք։ Այսինքն իրենք ստեղծել են նոր խոսակցության դաշտ, հիմնականում իրենց սատարող ու Հայաստանում գործունեություն ծավալող դերակատարների համար, որովհետեւ իրենք կարողանան այդ նարատիվները առաջ տանել։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ իրենք TRIP-ին չեն մասնակցելու, դա ինձ թվում է արդեն ակնհայտ է, արդեն շատ բայց նույն ռուսական, այսպես քաղաքականության տեսանկյունից չհամաձայնվել տարբերակների, Փաշինյանն ասում էր, այս ինչ որ ամերիկացիները այդ անում ենք, Պուտինին առաջարկել են, այսինքն ռուսական կողմին նրանք հրաժարվել են։ Չհամաձայնվել այնպիսի տարբերակների, որտեղ Հայաստանի ինքնիշխանությունը հարգվում է, դուրս մնալ process-ից, հետո ասել չէ կլինի, այտենց Ամերիկա, մենք, դուք, Չինաստան, Իրան, այդպես կոնսորցիում ստեղծել։ Ես կարծում եմ իրենք այնտեղ են վրիպել, որ մեր իշխանությունը եկեք հիշենք, էլի, իրենք ոչ բալանսավորող են եղել, ոչ հակառուս են եղել ու հիմա էլ չեն, Ալեն Սիմոնյանը ոնց էր։ Հա, դե բալանսավորման քաղաքականությունը իրականում, հա, սխալ չի, հակառուսական քայլեր չեն կանել, ինչը այնպես չի որ սխալ բան է։ Հա, դե իհարկե, ասենք, օրինակ պաշտոնական հանդիպման ժամանակ տետատետ ասել, որ հակառուսական քայլերը դա դեստրուկտիվ ավելի գործողությունների կնմանվի, բայց ամենայն դեպս իմ ասածը նա է, որ իրենք քանի որ օրինակ ոնց են, չէ, այս իշխանությունները ասում են մենք պահ ա եղել, ամենապրոռուսականն ենք եղել, մենք սիրազորք ենք ուղարկել, օրինակ որոշակի պաշտոնների ԱԳՆ նախարար, պաշտպանության նախարար չենք նշանակել սպասելով Ռուսաստանի կանաչ լույսին եւ այլն, այսինքն Ռուսաստանի մոտ իսկ մի բան անկալում եղել է, որ այդպես էլ միշտ շարունակվելու է, բայց երբ որ Հայաստանի իշխանությունների մոտ sense կարմիր լույս է վառվել, հասկանալով որ կամաց արդեն շատ վտանգավոր իրավիճակում են հայտնում ու իրենք ընթացքում են որոշել այդ առաջարկին ասել չէ եւ սա Ռուսաստանը հանկարծակի է հայտնվել այդ իրավիճակում ու ըստ էության պլան B չի ունեցել, որտեղ մտածել է որ իրենք ինչ է ասեն, օրինակ ինչպես է, չէ, թե մեկին ինչ-որ բան անդադար ասում ես անում է, միշտ ենթադրում ես որ էլի ասես կանի, այսինքն այս սկզբունքով իրենք առաջնորդվել եւ հանկարծ այս իրավիճակը ստեղծվել է ու իրենք խրված լինելով ռուս-ուկրաինական պատերազմում եւ այլն տարբեր հանգամանքներից բերումով նաև մենք պետք է իրականում անդրադառնանք Ադրբեջանի ու Ռուսաստանի ներկայիս վարչակազմի հակասությունը մենք փոխվեց չէ իրենց այդ կարգավիճակը շատ սերտ են, ասենք հատկապես 21-22 թվականներին Հայաստան ներխուժումների ժամանակ Լավրովը գնում էր Բաքու, հաջորդ օրը հարձակվում են Հայաստանի վրա, այսինքն շատ սինխրոնություն կար նույնիսկ խոսույթներում եւ այլն։ Հիմա ըստ էության կարող ենք նաև այս բանը ֆիքսել, որ Ադրբեջանը հուսալքվեց նաև Ռուսաստանի մահակի հույսից, որ ռուսները կճնշեն Հայաստանին Զանգեզուրի միջանցք արտատարածքայնությամբ կտան այդ պատճառով Ադրբեջանը եկավ ամերիկյան կոնտեքստ։ Կարելի է այդպիսի եզրակացություն անել, թե կշտապենք։ Իսկ հիմա կշտապենք Ադրբեջանը երկարաժամկետ առումով ես կարծում եմ իրենց վերլուծությունը նաև որ հասկացան որ եթե իրոք արևմուտքի միջնորդությամբ Հայաստանում կա այնպիսի դիրքավորվածություն, ըստ որի գնում ենք կայուն խաղաղության եւ չենք ենթարկվում ռուսական շանտաժներին, ապա կարելի է փորձել գնալ այդ ուղով, որովհետեւ իրենք էլ են հասկանում, որ Ռուսաստանի քաղաքականությունն է, որ չլուծված հարցերը մնան երկար, իսկ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ամբողջովին դրա մասին էր եւ նաեւ իրենք այդ հնարավորությունը օգտագործելով ընտրել են այս ճանապարհը հույս ունենալով, որ այս հարցը կփակվի եւ Ռուսաստանի հետ
Ռուսաստանը ավելի քիչ գործիքակազմ կունենա տարածաշրջանում եւ Ադրբեջանի եւ Հայաստանի վրա ազդելու համար։ Ես կարծում եմ, որ երկու երկրներն է, հա, թե Հայաստանի, թե Ադրբեջանի իշխանությունը ընդհանուր այս համոզմանն են եկել, միևնույն ժամանակ տեսել են Արևմուտքի կողմից իրոք այսպես ներգրավվածության պատրաստականություն, դա նաև ապացուցվել է Արևմուտքի գործողություններով եւ իրենք ուղղակի որոշել են գնալ այդ ճանապարհով, դրանով պայմանավորված նաև ադրբեջանական Սփյուռքի հետապնդումները Ռուսաստանում, եկեք մենք հիշենք, որ այնտեղ տարբեր հարուստ մարդկանց եւ այլն հերինակավոր ադրբեջանցիներ սկսեցին հետապնդել, այսինքն սա համատեղ ինչ-որ բան է, բայց հանրանկերության պետք է ասել, որ Ադրբեջանի դերը այս առումով Ռուսաստանին հակազդման ավելի մեծ է եւ կոպիտ ասած Ռուսաստանին հակազդելու տեսանկյունից հարավային Կովկասում երևի թե Ադրբեջանը այս պահին ամենամեծ դերակատարումն է իրականացնում։ Չնայած լսած որոշ մարդկանց մենք հակառուսական բաստիոն ենք դառնում, բայց եկեք մի քիչ լրջացնենք 4 ամսից քիչ է մնացել խորհրդարանական ընտրություններին եւ մենք տեսնում ենք այն ուժերը, որոնք ակնհայտորեն եւ բաց խոսում են Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումից, դաշնակցային հարաբերությունների վերականգնումից, Ռոբերտ Քոչարյանի ուժը կամ Նարեկ Կարապետյանը կամ Գագիկ Ծառուկյանը փորձում են իրենց շուրջ որոշակի կոնսոլիդացիա ապահովել, ավելի լայն դաշինքներով գնալ եւ ընդհանրապես նաեւ այս ուժերը չեն էլ թաքցնում, որ նպատակը 3-4 շարասյուներով գնալն է ընտրություններում, ավելի շատ ձայներ վերցնելը Փաշինյանից եւ իշխանազրկելը Գյումրի սցենար 2 ասվածը իրենց դրամաբանությամբ դա է Սերժ Սարգսյանից եւ ՀՀԿ-ից դեռ լուրջ չունենք, որ վերջնականապես կմասնակցեն ինչպես է ընդհանրապես արտաքին քաղաքականությունը դրսևորվելու մեր այս ընտրապայքարում, ինչ սպասել։ Պայքարը տեղափոխվելու է ներքաղաքականություն, թե ոչ։ Իհարկե, այն քաղաքական ուժերը, նույնիսկ ձեր նշած, ովքեր որ խուսափում են արտաքին քաղաքական այս հիմնարար գործընթացների շուրջ մեկնաբանություններ տրամադրելուց, խոսելուց, ճանապարհային քարտեզ ներկայացնելուց։ Եվ նրանցից ամենանկեղծը պարոն Քոչարյանն է։ Այո, այդ քաղաքական ուժերը չեն ստանալու շատ ձայներ, ավելի շատ, քան Ռոբերտ Քոչարյանն ու Նիկոլ Փաշինյանը, որովհետև ցանկացած օրինակ մեկը Ռոբերտ Քոչարյանը սիրում է չէ սոցիոլոգիային հղում անել, եթե նայենք օրինակ հայ բնակչությանը ինչն է ամենաշատը հետաքրքրում այս պահին, միշտ եղել է սոցիալական հարցերը, բայց հիմա անվտանգության հարցն է, իսկ անվտանգության հարցը ամբողջովին ներկառուցված է միջազգային հարաբերություններում։ Հետևաբար, այս քաղաքական ուժերի առաջ ժողովրդի կողմից կադրված հրամայական, որ իրենք ներկայացնեն իրենց դիրքորոշումները, ինչից որ շատ քաղաքական ուժեր դեռևս խուսափում են։ Օրինակ Գագիկ Ծառուկյանի ուժը, ինչպես նաև Սամվել Կարապետյանի ուժը։ Այս պարագայում սա իրենց ձեռք չի տալի, որտեղ եթե իրենք այս դեբատի մեջ չմտնան, սա այլևս այն ժողովուրդը չի էլի, որ ասես օրինակ գործարաններ կսարքվեն, հարկերը կհանենք եւ այլն, այդպես ձայներ հավաքեց, ժողովուրդը շատ է քաղաքականացվել, էլի, մայ եթե մենք մեր շուրջը նայում ենք, ընդհանուր առմամբ մարդիկ տեղյակ են քաղաքական եւ շատ խելացի հարցեր են իդեպ բարձրացնում մարդիկ, ես շատ եմ շփվում եւ ասեմ ձեզ ավելի լուրջ հարցեր, քան մեր ազգային ժողովում է հաջող ինչ։ Այո, այդ բոլոր հարցերը մարդկանց հետաքրքրում է ու սա հիմնական գործոններից մեկն ալնելու ընտրությունների կատարման, որովհետեւ սա այն եզակի ընտրություններից հալնելու, որտեղ քաղաքականությունները ոչ պակաս դեր են ունենալու, քան անձիկ։ Այսինքն policy-ին vs անձ, այս policy-ները դեր ունենալու են, որտեղ հիմնական հասարակական պահանջը դա խաղաղության ապահովումն է եւ իրենք ցանկանալու են տեսնեն թե ով ինչ քաղաքականությունը առաջ մղում։ Ուստի այն քաղաքական ուժերը, ովքեր իրոք ցանկանում են, ասենք, շատ ձայն ստանալ, լայն մասնակցություն ապահովեն, իրենք պետք է այս հարցերի պատասխանը տան եւ մտնեն քաղաքական դեբատի մեջ, մեկը ԿՊ-ի հետ, որովհետեւ հիմա նկատվում է, որ ԿՊ-ի հետ ուղղակի չեն ցանկանում քաղաքական դեբատի մեջ տարբեր պատճառաբանություններից ելնելով, բայց դա իրականում եւ ժողովրդավարական հասարակությանը տենց այդքան էլ հատուկ չի եւ դա ընդհանուր ռազմավարական առումով սխալ է։ Օրինակ, եթե ես պատկերացնում եմ, որ ես քաղաքական ուժ լինեի եւ ասենք հնարավորություն լիներ իշխանության ներկայացների հետ բանավիճելու, դա անհնար է, եթե դու այդ կոպիտ ասած դա մեծ շանս է իրական քաղաքական ուժերի համար իշխանությանը սխալ հանել ինչ որ հարցերում։ Իսկ եթե դու չես ցանկանում, այստեղ կա երկու պատճառ, կամ վստահ չես քո կարողունակության վրա, ինչը կոպիտ ասած շատ վատ է տվել քաղաքական ուժերի համար, կամ էլ դու աջակցում ես, առաջ ես մղում այնպիսի նարատիվներ, թեզեր եւ քաղաքականություններ, որ հասկանում ես, որ աջակցություն չունի։
Օրինակ, Ռուսաստանի հովանոցի ներքո մեր միջազգային հարցերը լուծելու քաղաքականությունը։ Եվ հետևաբար դու դրանից խուսափում ես։ Հիմա ընտրությունների ընթացքը իրականում ինչքան ժամանակ գնա, պարզ կդառնա, թե որն է դրդապատճառը, արդյոք փոխում են մարտավարությունները, քաղաքական ուժերը եւ այլն, բայց եթե վերադառնանք Գյումրիի սցենարին, ես կարծում եմ, որ համապետական ընտրությունները համեմատել թիմ ընտրությունների հետ միշտ էլ տեղին չի։ Թիմ ընտրություններում շատ կարևոր է այդ անձի եղինակությունը, ներանձնային հարաբերությունները, թաղերը, որն է ավելի բազմամարդ, որ տղան որ գերդաստաններում գերդաստանի հետ են ախպերություն անում եւ այլն, իսկ համապետական ընտրություններում այս պատկերը ամբողջովին փոխվում է ու այստեղ նաեւ շատ կարեւոր դեր ունի, ինչպես ասացի, արտաքին քաղաքական կողմնորոշում։ Մենք գիտենք, որ մայիսին 4-ին սպասվում է եվրոպական գագաթնաժողովի միջոցառումը այստեղ, դրանից հետո ես նաեւ գիտեմ, որ մի շարք եվրոպական երկրների դելեգացիաներ շարունակաբար գալու են գնան Հայաստան, նաև այլ ու հիմնական մեդիա բովանդակությունը սրանով լցվելու է։ Կայացան համաձայնագիր կարող է ստորագրվել։ Այո, 2 ամիս առաջ խոսում են, որ հնարավոր սցենար կա, որ ստորագրվի առանց համառության փոփոխության եւ հետեւապես եթե դու Դեմդիմությունը պետք է ունենա ողջ մնացող թեզեր սրանց, հա։ Ողջ մնացող նկատի ունեմ, որ գործունակ էլի, այնպիսի բաներ չասեմ, որ մարդիկ լուրջ չընդունեն։ Իհարկե, կամ առասարակ խուսափ են խոսում, որտեղ եթե խուսափում են խոսելուց, մնում են լուսանցքում։ Այլ տարբերակ չկա եւ իրենք ես չեմ պատկերացնում, թե ոնց կարելի է հաջողության հասնել այս հասարակության մեջ առանց թոփ քաղաքական թեմաների շուրջ ամենակատաղի վեճերի մեջ մտնելուց էլի։ Շնորհակալ եմ, կհետևենք։ Factor TV-ում հյուրընկալել ենք Յուրի Ավագյանին։